այսօրվա ակցիայով որևէ կերպ չենք ուզում կարևորություն տալու Ռուբեն Բաբայան կոչվող անձին, քանի որ հենց պատմությունն է ցույց տալու ով է իրական մտավորականը, ով է ազգային մտավորականը եւ ովքեր են մշակույթի վաստակավոր արտիստի կոչումը վերցրած եւ զուտ թրքահաճո իշխանությունների քաղաքականությունը սպասարկող ճակերտավոր մտավորականությունը։ Նաեւ ուզում ենք առիթը օգտագործելով Միքայել arczepiskopos Հաճապահյանին առողջություն մաղթել եւ շուտափույթ ազատում եւ համոզված ենք, որ ի վերջո պատմությունը ամեն ինչ իր տեղն է դնելու եւ հարգարժան մարդիկ, Միքայել arczepiskopos Հաճապահյանը, մյուս սրբազանները եւ այն մարդիկ, ովքեր այս իշխանությունների կողմից հետապնդվում են, բռնության են ենթարկվում, ի վերջո հասնելու են արդարության եւ ի վերջո նրանց պայքարը հասնելու է հաջողության։ Այս իշխանությունները հեռանալու են եւ մենք ունենալու ենք իրական ազգային իշխանություն, մենք ունենալու ենք իրական ազգային մտավորականություն եւ ազգային երիտասարդություն։ Իսկ դուք նկատեցիք ձեր նշած մտավորականի այդ հարցազրույցից հետո նա հաջորդ օրը, այսպես կարծես մեղայականով տարբեր լրատվամիջոցների հարցազրույց էր տվել, իբր կատակ է արել։ Դուք ինչ գնահատական կտաք այդ կատակոչվածին։ Գնահատականը շատ պարզ է, ընդհանրապես նշված մտավորականը հանրային պարսավանքի ազդեցության ներքո ընդհանրապես ամաչելով սեփական մտքերից փորձել է ժողովրդի լեզվով ասած ընդհանրապես իր արտահայտած տխրահարճակ մտքի տակից դուրս գալ, բայց անգամ նման դասավորության դեպքում նշված գործիչը իրավունք չուներ Միքայել Սրբազանի հասցեին նման արտահայտություններ անելու, անգամ եթե միտք ուներ կատակելու։ Իսկ իրավաբաններին դիմել եք օրինակ նրա այդ հայտարարության մեջ, նրա հարցազրույցի մեջ հնչեցրած մտքերը բռնության կոչ պարունակում են, թե ոչ։ Ոչ, իրավաբանների չենք դիմել եւ չենք խորհրդակցել այդ թեմայով։ Սա բարոյական։ Այո, բարոյական բովանդակություն ունի, որովհետեւ ինչպես նշեցի իմ խոսքում, մեզ համար անընդունելի էր, որ նշված ճակերտավոր մշակույթի գործիչները, ինչպես ինքն էր մեկնաբանում, կարող են ամբաղ-զամբաղ խոսել եւ մեր համար անընդունելի էր նրա այդ միտքը, այդ արտահայտած միտքը ուղղակի անպատասխան թողնել եւ մենք ճիշտ գտանք նման կերպ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Ինչպես ամենասկզբում ասեցի, սա հորդոր էր, պահանջ էր եւ նաեւ հանրային պարսավանք էր, քանի որ նման ամբաղ-զամբաղ մտքեր արտահայտող մտավորականները չեն կարող ուղղակի տեղից ելնել, նման մտքեր արտահայտել, հարգարժան մարդկանց մասին վիրավորական արտահայտություններ անել եւ ուղղակի մնալ անպատասխան։ Իսկ օրինակի համար ինչ կասեք, որ նման ամբաղ-զամբաղ արտահայտությունները անում է տեխնիկային թատրոնի կամալերը եւ ջերմական անգետավարը, որը լուսարանը երեխաներն Դա հարցը իհարկե միանգամայն բարդացնում է, քանի որ նա տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար լինելով, բարձրագույն կոչումը կրելով պիտի լիներ սերունդ կրթող, պիտի լիներ սերնդին նման իրավիճակում ճիշտ ուղղություն ցույց տվող, այլ ոչ իշխանության, տխրահարճակ թուրքահաճո քաղաքականության սպասարկուն եւ նման մտքեր արտահայտելու իրավունք չուներ, նա պիտի լիներ սերնդների համար ուսուցիչ, նա պիտի բեմադրեր այնպիսի ներկայացումներ, որոնք սերնդի համար պիտի ունենային ուսուցողական բնույթ, այնինչ մենք բախվել ենք մի իրականության, որ տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը ընդ որում սա առաջին հարցազրույցը չէր, իր բոլոր հարցազրույցներում փորձում է իշխանություններին հաճոյանալ եւ սերնդերին սխալ ուղղությամբ դաստիարակել։ Մեր ակցիան նաեւ նրան է ուղղված, որ հասարակությանը նման գործիչների իրական դեմքը տեսնի եւ մենք հենց դրա համար ենք բողոքում, նաեւ նրա պաշտոնը նաեւ հաշվի առնելով։ Հրաժարական պահանջելու ես։ Այս ակցիան ուղղակի ասեցի խրատական բնույթ է կրում եւ մենք չենք համարում, որ Ռուբեն Բաբայան կոչվող անձը այն անձն է, ում դեմ կարելի է շարունակական երկար պայքար տանել եւ չենք ուզում շեշտեցի էլ եւս մեկ անգամ չենք ուզում նրա անձը որևէ կերպ կարեւորել։ Նա մեր համար վստահ այն կարեւոր քաղաքական գործիչը չէ, այն ֆիգուրը չէ, նա ընդհանրապես հանրային տխրահարճակ գործիչ է, որը փորձում է տարբեր ամբաղ-զամբաղ մտքերով իշխանություններին հաճոյանալ։
Դիտարկման է, որ իր կատակ հայ առաքելական եկեղեցու եւ հոգեոր հայրերի մասին խոսելի ցանրությունը չի ընկալել եւ չի ընդունել, վերջինս նշեց, որ միշտ եկեղեցու շուրջ կատակներ եղել են, անգամ երբ դրա դերը ավելի կարեւոր եւ մեծ է եղել, քան հիմա է։ Հիմա ըստ էս խրատական ակցիան որևէ ազդեցություն կունենա նրա վրա։ Նման մարդու վրա, չգիտեմ, նման ակցիան որևէ ազդեցություն բնականաբար կունենա, բայց մենք այս ակցիան ուղղում ենք ոչ միայն նրա անձի դեմ, այլ մենք ցույց ենք տալիս նաև հասարակությանը, մեր այն շերտին, ովքեր այս իրավիճակին չեն համակերպվում, ուզում ենք ցույց տալ, որ նման դեպքերը մենք չենք հանդուրժելու, չենք լռելու եւ չենք թողնելու, որ ուղղակի մարդիկ տեղից դուրս գան, անիմաստ խոսեն եւ անցնեն առաջ։ Նման դեպքերը միշտ էլ մեր կողմից արձագանք են ստանալու եւ մենք քանի կանք փորձելու ենք պայքարել, որ նման արատավոր երևույթները մեր հասարակության մեջ չլինեն։